Բնականաբար քվեարկեցի այն քաղաքական ուժի օգտին, որը եկել է մի լոզունգով, որ Երևանում կառավարման համակարգը արմատապես պետք է փոխվի, այդ քաղաքական դաշինքի օգտին քվեարկեցի եւ ցանկությունս է, որ մեր քաղաքացիները վերջապես այս թմբիրից, ինչպես փետրվարի 18-ին դուրս եկան, այսօր եւս դուրս գան եւ քվեարկեն կառավարման նոր համակարգի օգտին։ Պարոն Մարտիրոսյան, ընտրություններից առաջ դուք ասացիք, որ ողջ Երևանով Հանրապետականն ու Բարգավաճ Հայաստանը սկսել են գումար բաժանել։ Ինչ կարող եք ասել։ Ես չասեցի, իմ գործընկերը ասեց, որի հետ կապված ես իմ համաձայնությունը տվել եմ։ Ես ընդամենը 3 երեկոյան, երբ արդեն առևտուր էի իրականացնում խանութներից, նաև մեքենայի գազը լցրեցի գազալցակայանում, արդեն բոլորը շատ հետաքրքիր իրարից անկախ ասում են, որ այսօր միայն երեկոյան կողմը 20,000 դրամանոցներով են առևտուրն անում, այսինքն դա արդեն ակնհայտ է, թե 20,000 դրամանոցները որտեղից են, առավել ևս, որ հենց խանութի աշխատողներն էին նաև նշում, որ տարածքում գումարները բաժանվել են արդեն։ Այսօր ոստիկանությունը դա գիտի, հայտարարությունը ուղղակի բազմաթիվ են եւ հենց լրատվամիջոցներում տեղադրված են նաև կոնկրետ անուն ազգանուններ, վայրեր եւ այլն եւ այլն։ Այնպես որ ինչ-որ նորություն հայտնելու խնդիր չկա, ամբողջ Երևան քաղաքը հայտնի, ամբողջ Երևան քաղաքում բաժանվել է, համատարած է եղել եւ ոչ ոստիկանությունը, ոչ ազգային անվտանգության ծառայությունը, այդ լայնամասշտաբությունը ցավոք սրտի չեն գրանցել եւ խնդիր, որը պետական անվտանգությանը վերաբերում առաջի հերթին, իսկ ընտրակաշառքը հենց այդպիսի խնդիր է առաջացնում, բնականաբար իրենց կողմից չեն նկատում։ Իրենք միայն կարողանում են խաղաղ երթել երբեմն։ Որ ուժերի կողմից, պարոն Մարտիրոսյան, եթե կարող եք իհարկե այսօր ասել։ Իհարկե այսօր էլ չեմ ասի, որովհետեւ դեռևս մենք այսպես ասեմ քվեարկության շրջանակում ենք եւ վաղը արդեն ես Ձեր հայտարարությունից հետո իրավապահ մարմինները կապվել են ձեզ հետ։ Բացարձակ կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետեւ դա այդ ամենը իրենց աչքի առջև է տիրում։